Եվ հաջորդը սուբվենցիոն ծրագրերի մասին նախորդող շրջանում մարզպետների հետ ամփոփելով ես հասկացա, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալները էականորեն աճում են եւ գործնականում այն ինչ որ արվել է նախորդող 8 տարվա ընթացքում, հիմա համայնքները ընդհանուր կա որ մի տարվա 2026 թվին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր, բայց նաև ես ուզում եմ ասել, որ ակնհայտ է, որ սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը էականորեն վերափոխել է եւ հանրապետությունն է ընդհանուր առմամբ վերափոխել եւ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունը այնտեղ արտահայտվում է եւ իհարկե մենք մաքսիմալ պետքա այդ ծավալները վերցնենք եւ այդ ծավալներով շարունակենք առաջ գնալ եւ իմ ընկալումն է նա, որ եթե մենք այս տրամաբանությամբ գնանք, այն փոփոխությունը, որ մենք տեսել ենք նախորդող 8 տարիներին, այդ տրամաբանությունը մենք առաջիկա 3 տարիներին, այո։ Չէ, դա բան չի, դա քննարկման ենթակա չի, դա պետք է արվի։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ամբողջովին համաձայն եմ, մենք նախորդ տարի պատմական մեծ չափի համաֆինանսավորում ենք ունեցել, շուրջ 60 միլիարդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդհանրապես կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը միայն գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը, դա այն հայտերն են, որոնք ներկայացվել են 2026 թվականի համար։ Ես էլի ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ խնդրի վրա, մենք առաջիկայում պետք է աշխատենք եւ նաեւ գնահատական ունենանք բնակավայրերում ստվերի կրճատման տեմպերի մասին։ Խոսքը նրա մասին է եւ այդ հնարավորությունը մենք ոնց որ թե արդեն մեր տեխնիկական բաներով մոդուլներով ունենք, մենք պետք է գնահատենք ամեն բնակավայրում ստվերը ինչքան է կրճատվում, որը արտահայտվում է ՀԴՄ կտրոնների, այսինքն առևտրի արձանագրմամբ։ Մենք կունենանք փորձագիտական եւ դա նույնպես որպես գործակից հաշվի կառնվի, որովհետեւ եւ այս process-ը նաեւ մեր բյուջեի հավաքագրումները, եկամտային մասի դինամիկան մեզ հուշում է, որ դա գործոն է, որը իրական ազդեցություն է ունենում եւ հետո մենք պետք է գնանք այս տրամաբանությամբ։ Ես նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջ խնդիր եմ դրել, որ մեզ այս բանի ինչ էր անունը դրոշմապիտակներով համակարգ, այսինքն ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի մաքսիմալ, այս տարի մաքսիմալ պետք է ընդլայնվի։ Հաջորդող շրջանում մենք պետք է մտածենք այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու հնարավորությունների մասին։ Այսինքն հիմա մի օպերատոր ունենք, ապագայում մենք կմտածենք մի քանի կամ 2 օպերատոր ունենալու մասին, բայց 26 թվի ընթացքում 27 թվի հունվարի 1-ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի այս դրոշմապիտակավորման, այսինքն ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, ամեն ինչը պետք է դրոշմապիտակավորել։ Այն ինչ որ հնարավոր չի դրոշմապիտակավորել, էդ էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև տենց բան չկա, որ հնարավոր չի դրոշմապիտակավորել։ Այսինքն եթե ապրանքներ կան, որոնց գինը, չգիտեմ, այդքան չի, որ բայց եթե համախառն գինը այդքան, այդ էլ է պետք դրոշմապիտակավորել։ Եվ հաջորդ էլի ուզում եմ հիշեցնել, որ դա էլ է անհետաձգելի։ Մենք միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկենք եւ պետք է կարգավորում մտցնենք, որ X ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն դա վերաբերվում է եւ միկրոբիզնեսին եւ շրջանառության հարկով աշխատողին, տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ ՀԴՄ կտրոնները պետքա թողարկվեն, չի կարող այլ կերպ լինել։ Հիմա ես հանձնարարում եմ, որ այս երկու կարգավորումը իրար հետ
անենք, որպեսզի հունվարի 1-ից 2027 թվի աշխատի։ Միկրոբիզնեսը 24-ից դառնա 50 միլիոն դրամ տարեկան շրջանառությունը, բայց ցանկացած միկրոբիզնեսով եւ շրջանառության հարկով աշխատող ցանկացած ընկերություն, որ մի տարվա մեջ ես չգիտեմ, դա քիչ եմ ասում, նորմալ չի մի տարվա մեջ 3 շեմ դնել, 3 անգամ ՀԴՄ կտրոնջ թողարկելու փաստ արձանագրվեց այդ ընկերությունում 5 տարի այդ ընկերությունը դուրս է գալիս եւ միկրոբիզնեսը եւ շրջանառության հարկի համակարգից եւ պետքա գործի ավելացված արժեքի հարկի համակարգում եւ հունվարի 1-ից այս կարգավորումը նույնպես պետքա ուժի մեջ մտնի եւ դրոշմապիտակավորումը հնարավոր ամեն ինչը մենք պետքա անենք դրոշմապիտակավորումով։ Ես հույս ունեմ, որ համակարգային առումով պատրաստ ենք մենք եւ այդտեղ խնդիր չկա։ Շատ լավ, կան դիտարկումներ թեմաների վերաբերյալ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։